Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնարարության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 9 է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Հայաստանի շուրջ զարգացող իրադարձություններից, որոշակի հարցեր քննարկվել են, միակ տեսնենք, թե ինչ է կատարվում մեր շուրջ մեզ հետ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, սա արդեն հերթական, արդեն որ երրորդ օրը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը թեիփր ապրիլի 8-ին ժամը 10:30-ից 20:22:30 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում, տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Իհարկե ոչ մեկը չի կասկածում, որ իրականությանը չի համապատասխանում, բայց համառորեն Ադրբեջանը պնդում է ինչի համար, համառորեն պնդում է նրա համար, որ տեսեք, մենք գնում ենք խաղաղության, բայց Հայաստանը խաղաղություն չի ուզում։ Հայաստանը եթե խաղաղություն ուզենար, սահմանադրությունը կփոխեր, տարածքային պահանջներ ներկայացնի, հետո էլ չէր զինվի։ Այսինքն առիթ է օգտագործում, որ ասի, քանի որ Հայաստանը շարունակում է զինվել, դրա դեմը պետք է առնել։ Իհարկե խոսենք նաև դրա մասին։ Հիմա տեսնենք Ալիևը, այն Ալիևը, որ պատրաստում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, բայց նախապայմանները չի մոռացել, հերթական սպառնալիքներն ու հաթաթա տալը ինչ է տեղի ունենում, եւ Հայաստանը գտնում են, որ այո պետք է համարժեք արձագանքի ոչ միայն խոսքով, այլև գործնական քայլերով։ Հիմա տեսնենք ինչ է ասվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել ժամանակ չկորցնել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Գնդակը Հայաստանի դաշտում է, ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ հարավային Կովկասում բաժանարար գծելու երրորդ կողմի փորձերը հաջողություն չեն ունենա։ Այգե խաղաղության պայմանագրին էլի անդրադառնանք, բայց այս ձևակերպումը բավական հետաքրքիր է։ Հարավային Կովկասում բաժանարար գծելու երրորդ կողմերի փորձերը հաջողություն չեն ունենա։ Հիմա մեկը հարց տա, բաժանարար գիծ հարավային Կովկասում որպեսի քաշեն, պետք է իմանան, չէ, հարավ-կովկասյան այդ երեք երկրները ինչ ռազմաքաղաքական ու տնտեսական տիրույթում են, որոնք իրար հետ կապված այո կառաջացնեն բաժանարար գծեր։ Որն է այդ բաժանարար գիծը։ ՀԱՊԿ-ի անդամ էր Վրաստանը, ՀԱՊԿ-ի անդամ էր Ադրբեջանը, ՀԱՊԿ-ի անդամ է Հայաստանը։ Վրաստանն ու Ադրբեջանը դուրս են եկել, Հայաստանը սառեցրել է։ Կարճ ժամանակ հետո կարող է ընդհանրապես ինքն էլ դուրս գա։ Ստե որն է բաժանարար գիծ։ Վրաստանը, Ադրբեջանը գտնվում են ՎԱՄ-ի կազմում։ Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա։ Եվ այս կառույցը իրանք ստեղծել են, որ ցույց տային, որ Եվրոպայի հետ համագործակցող պետությունները այս գիծն է։ Հայաստանին չէին համարում դրա մեջ, որտեղ այդ ժամանակ Հայաստանը գլխապատառ իրանք գցել էր դեպի Ռուսաստան։ Եվ այս պարագայում իրանք այդ տնտեսական ձևաչափի անգամ անունը դրել էին հանուն ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման։ Հիմա եթե դուք Եվրոպայի հետ որպես գործընկեր պատկերացնում եք Ադրբեջան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Հայաստանն էլ ինքը, եթե ինքն էլ ձգտում է դեպի Եվրոպա, բաժանարար գիծը որն է։ Կամ եթե Ադրբեջանը Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակից է, Հայաստանը նույնպես ռազմավարական դաշնակից է, այդ դեպքում բաժանարար գիծը որն է։ Այդ ով է այդ երրորդ կողմը, որը ցանկանում է բաժանարար գծեր քաշի։ Մեկը իմանա դուք որտեղ եք, մենք որտեղ ենք, որ նորը իմանանք այդ ինչ բաժանարար գիծը։ Այտենց տեսականորեն գեղեցիկ հնչում է, էլի, բաժանարար գծեր են ուզում քաշեն, ով է քաշում եւ դուք որ կողմում եք։ Ով պետք է այս հարցերը դրի դեմ ասի, մի հատ կարաս բացատրես ինչ նկատի ունես, ով է այդ գծերը քաշողը, եւ դու որտեղ ես, մենք որտեղ ենք։ Այդ շարունակությունը նայենք։ Իհարկե մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես բարեկամ կդառնանք Հայաստանի հետ, դա իրատեսական չէ։ Նույնիսկ որևէ տնտեսական ինտեգրման մասին խոսելը վաղաժամ է։ Բայց սկսել փոքր քայլեր ձեռնարկել վստահության կառուցման ուղղությամբ մենք պատրաստ ենք դրան։
ուշադրություն, Հայաստանից ասում են խաղաղության պայմանագրի հետ կապված, մենք առաջարկել ենք տնտեսական գործընկերության կապեր, կոմունիկացիաները բացում ենք, իրար հետ շփվում ենք, ազատ գնում գալիս ենք, առևտուր ենք անում, դե մեր մոտ գիտեք էլի ոնց են ջրիկ անում, սահմանից են կողմ ադրբեջանցին ա, մենք դրան թշնամի չհամարենք, մենք ուրախ լինենք, որ սահմանից են կողմ ադրբեջանցին, ընդհանրապես բավական է մի հատ տոն տան եւ մեր իշխանականները Նիկոլ Փաշինյանի ասած մի նախադասությունը կծաղկացնեն այդ ձևով կներկայացնեն, մարդը պարզ ասում է, որ չի լինելու դա ձեզ հետ ու ինքն է մեղադրում մեզ, որ մենք ենք մեղավոր, որ այդ վստահությունը չկա, որովհետև ինքը հասավ նրան, որպեսզի Հայաստանն ընդունի, որ մենք ենք օկուպանտ։ Ադրբեջանը չի հարձակվել Արցախի վրա, իսկ մենք Արցախի անվտանգության երաշխավորն ենք, մենք պարտադրված պատերազմի մեջ ենք մտել, այդ զոհերը տվել ենք Ադրբեջանի մեղքով։ Եթե Հայաստանի վարչապետն ու նախագահն ասում են, որ 91 թվականից Արցախը արդեն Ադրբեջանի կազմում էր, նշանակում է մենք ենք գնացել մարդ սպանել։ Դրա համար ինքը այդ արունը չի մոռանում եւ մեզ է մեղադրում։ Անվստահություն կա մեր նկատմամբ։ Բա դրա պատասխանը ով պետք է տա, քանի անգամ պետք է այդ հարցին անդրադառնանք, ամեն անգամ Ալիևն անդրադառնա, ամեն անգամ անդրադառնանք, բա հետո որպես հնարավոր քայլեր Ալիևը նշել է լրագրողների փոխայցելությունները, անդրսահմանային գետերի հետ կապված հարցերի համատեղ քննարկումները։ Այսինքն այնպիսի մի հատ հարցեր է ասել, որ այդ գետերի հետ կապված ուսումնասիրություն կանեն, թե այդ գետերը ոնց են օգտագործում, ինչ ալնում, մեր ջրերը կարող է հանկարծ մենք շատ ենք օգտագործում, իրանց մոտ չի գնում, լրագրողների փոխայցելություններ, մի հատ էլ Թուրքիայից եկան, տեսանք ինչ ռեպորտաժներ արեցին Հայաստանի դեմ եւ ինչեր արեցին, ինչ հեգնական ելույթներ, ինչեր եւ այլ, այդ վստահության դաշտ ենք ստեղծում լրագրողների միջոցով, երեխային դպրոցում սովորացնում եք, որ սահմանից են կողմ թշնամին է, այդ լրագրողը գալու է ինչ անելու։ Իսկ հիմա շարունակությունը նայենք, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի կնքվել եւ Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, որոնք դեռ առկա են նրա սահմանադրության մեջ, եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր վարքագծում անկեղծություն չի դեռ սևորել, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի։ Այսինքն սա էլ հստակ ցույց է տալիս, որ նոր ռազմավարական առճակատման վտանգը միշտ կլինի։ Հայաստանն ասում է, ես առճակատման վտանգ չեմ ստեղծելու, ես քո վրա հարձակվելու բան չունեմ, անգամ օկուպացված տարածքները չեմ պատրաստում զենքով, զորքով քեզանից վերցնեմ։ Այսինքն բա նշանակում է ով է այդ ռազմական առճակատման վտանգը ստեղծում, Ադրբեջանը պայման է դնում, սահմանադրությունը չես փոխել, դրա համար առճակատման վտանգ կա, քանի չես փոխել, ես կարամ հարձակվեմ քո վրա եւ իմ ուզածը ստանամ ուժով, իսկ Հայաստանն ասել է, որ եթե նույնիսկ փոխեմ, դա կլինի 27 թվականին, այսինքն 2 տարվա համար մինչեւ 27 թիվ, Այն էլ մենք չգիտենք, թե իշխանությունները 26 թվականի ընտրություններից առաջ սահմանադրությունն ինչ տեսքով կներկայացնեն, որովհետև բավական է սահմանադրությունից հանեն նախաբանը եւ բացատրեն, որ սա ռեգիոնալ սահմանադրություն է, պետք է խաղաղության պայմանագրի հետ հաշվի նստենք եւ կարող է հաստատ 600-650 ձայն ուղղակի այդ սահմանադրությունը չստանա, որտեղ մեր ժողովուրդը բավական է այդ նախաբանը հանվեց, այդ սահմանադրությանը ձայն չի տալու։ Արդյունքում ստացվելու է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնվեց, ժողովուրդը մերժեց, ժողովուրդը խաղաղություն չի ուզում։ Դրա համար Ադրբեջանը ստիպված հարցը լուծեց պատերազմով։ Ուշադրություն դարձրեք, երբ որ ամեն անգամ Ադրբեջանից խոսում են, արձագանքում են, որ այսպիսի բան է կատարում, շատերը դե լավ խոսում են, ինչ իմաստ ունի դրան արձագանքել կամ ամեն անգամ իրանց ասածի խոսենք, հիշում եք 44 օրյա պատերազմի ժամանակ խոսում էին իշխանությունները տարբեր բաներ էին ասում, ժողովրդին անընդհատ ասում էին հաղթելու ենք, բայց անընդհատ ասում էին պրոբլեմ կա, եկեք էս անենք, այն անենք, եւ երբ որ մարդիկ կանգնեցին ասին ժողովուրդ ջան, բայց ինչի սենց եղավ, ասին, բա որ ասում ենք պրոբլեմ կա, ինչի չէիք լսում, բա այդ էինք ասում, չլսեցիք։ Այսինքն ամբողջ ընթացքում փափուկ բարձ դնելով ժողովրդի գլխի տակ, մեկ էլ բարբերաբար ինչ որ առիթով վտանգներից խոսում էին, հետո հանեցին վտանգները դրեցին իրար կողք, ասին, այսօր էս ենք ասել, այսօր էս, բա լսեիք։
Այսինքն դուք այդ ձևի եք ժողովրդին ինֆորմացիան ներկայացնում։ Դրա համար մեր տառապանքը փորձ ունի, դրա համար պետք է զգոն լինենք, եթե Ադրբեջանը նախապատրաստում է, որ արդարացնի, Հայաստանը կրակում է, Հայաստանը սահմանադրությունը չի փոխում, Հայաստանը զինվում է, ուրեմն նշանակում է այդ էսկալացիայի առճակատման վտանգը շարունակում է մնալ։ Իսկ հիմա նայենք, ի վերջո լավ, այդ ամեն ինչի հետ կապված։ Խաղաղության պայմանագրի մեջ, երբ որ Ադրբեջանը Հայաստանին ստիպում էր վերջապես համաձայնվի, Հայաստանն էլ համաձայնվեց, որ հանի եվրոդիտորդներին հեռացնելու հարցը, որ սահմանի վրա ոչ մեկը չպետք է լինի, երրորդ կողմ, այնտեղ գրած չէր անգամ զինված, չզինված, բայց դա վերաբերում էր նաև եվրոդիտորդներին, եւ դա փաստորեն տեղ է գտել փաստաթղթի մեջ, համարեցին, որ Հայաստանի կողմից դա շատ լուրջ զիջում էր, որ դրան համաձայնվեց դա անել, բայց հարց է ծագում. Քանի կար եվրոդիտորդների հետ կապված Ռուսաստանն ու Ադրբեջանը իրար հերթ չտալով ասում էին, որ դիտորդները եկել են հատուկ հետախուզական նպատակներով ինֆորմացիաներ են հավաքում, լրտեսական ինֆորմացիաներ են հավաքում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի դեմ։ Այս երեքի անունը տրվում էր պարբերաբար։ Ամեն օր ինֆորմացիա են հավաքում։ Եվ հիմա որպեսի դրանց հարցը վերջնական լուծի, Ադրբեջանն ասում է, արի խաղաղության պայմանագրում դրենք, որ դրանք պետք է հեռանան, բայց նրանց լիազորության ժամկետը 2 տարի է։ Իսկ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի նախագահը գիտի, որ 2 տարուց շուտ կնքել հնարավոր չի, որտեղ սահմանադրությունը փոխել հնարավոր չի։ Այսինքն ինչա ստացվում։ Ստացվում է այսպես թե այնպես դիտորդների ժամկետը կլռանա, հետո կորոշեն ինչ են անում։ Բայց ստացվեց այնպես, բայ հիմա, երբ որ դուք խաղաղության պայմանագրի մեջ գրել եք, բայց այլևս չեք պարտադրում, որ նրանք գնան, որովհետև պայմանագրի մեջ գրել եք, էլ ինչ եք ուզում։ Էլ լրտես չեն նրանք, էլ վտանգ չեն ներկայացնում։ Այսինքն նշանակում է ձեր այդ սաղ ասածը, որ նրանք վտանգ են ներկայացնում լրտեսական գործունեությամբ են զբաղվում, օդ էր, որտեղ եթե իսկապես տենց վտանգ էիք տեսնում, պետք է ուզենայիք ժամ առաջ հեռանան։ Բարխային գրել եք պայմանագրի մեջ, պայմանագիրն էլ 2 տարի հետո या կկնքեք, या չեք կնքի։ Նշանակում է հիմա էլ թե Ռուսաստանն ասի դրանք լրտես են, պետք է ասեն հասկացանք, լրտես են, լրտես չեն, Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք, Ադրբեջանի սահմանին չեն կանգնած, բայց դուք ինչ եք խառնվել իրար։ Ադրբեջանն էլ համաձայնության է եկել եւ չի շտապում, որ մենք դա անենք, որովհետեւ դա արդեն ներառել է խաղաղության պայմանագրի մեջ, իսկ խաղաղություն պայմանագիրը չի շտապում ստորագրել։ Այս ուղղակի մենք նայենք մեզ համար, որ իրանք այդքան էլ հետևողական չի նրանց դիվանագիտությունը, ուղղակի քան որ երբ որ մենք պարբերաբար սխալներ ենք անում, իրանց արածը շատ խելացի է երևում, էլի։ Հիմա այնուամենայնիվ եթե խաղաղության պայմանագրի հետ կապված մենք համաձայնություն ենք ձեռք բերել, կարող ենք համարել, որ նոր կետեր վերջապես Ադրբեջանը չի անցկացնի, ինչ զիջել են կեսա։ Ոնց որ Գերմանիայի արտգործնախարարն ասում էր, որ այդ համարձակ զիջումներին Հայաստանը գնաց։ Լավ, համարենք վատագույն տարբերակ այն ինչ որ ունենք էտա, բայց հարց է ծագում։ Դա եթե նույնիսկ համարենք դա այդպես է եւ Ադրբեջանը զսպվում է իր ագրեսիայով, որովհետեւ սահմանափակվում է այս կետերով, որի հետ արդեն համաձայնության կա, բայց ստորագրած չի։ Այս ստորագրած չի ինչն է զսպում իրան։ Այդ իրան կզսպեր նույնիսկ հազարատ պայմանագիր կա, որ ոչ մեկին չի զսպել։ Լավ համարենք դա զսպում է, պետք է ասենք, բա լավ դու ես այս կետը ստորագրել, հիմա ինչի ես գնում էսկալացիա։ Ասած ստորագրել են, բայց դուք պայմանագիրը չեք ստորագրում, որովհետև բանա սահմանադրությունը չեք փոխում, մեղավորը դուք եք։ Այսինքն որևէ ձևով այս փաստաթուղթը իր ձեռքերը չի կապում, իրան չի զսպում, որովհետև դա ուժի մեջ մտած փաստաթուղթ չի։ Հիշում եք սահմանազատման սահմանագծման հետ կապված հարցերը, որ խոսք էր գնում նրա մասին, որ անկլավների հարցը թողենք վերջում եւ դա ի դեպ Ադրբեջանն էլ էր համաձայնվել։ Որտեղ դա բավական վիճելի հարց էր, ոնց անելու սահմանադրության հանրակրվե պետք է արվի տարածքային փոխանակումը որն է, նույնիսկ եթե համարժեք փոխանակում լինի, դա անպայման պետք է հանրակրվեով լինի եւ այլ, ահագին բարդ ընթացակարգ էր։ Հետո ասում էին փաստաթղթեր համապատասխան չէր գտնվում այդ անկլավների օրինականության հետ կապված։ Ադրբեջանը չէր գտնում, դրա համար սսկվել էր, ասում էր լավ, դա թողենք վերջում։ Բայց հիմա նորը ինչի է մի անգամից էլի անկլավների հարցը առաջ քաշում, որը թողած էր վերջում, որովհետև ինքը գցել բռնել է, որ այդ անկլավների հարցը
եթե ինքը բարձրացնի Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար ընդունում են տարածքային ամբողջականությունը, եթե հաստատվեց, որ իսկապես այդ անկլավները մեկը մեկինն է, օրինական փաստաթղթով հիմքերը կա, ուրեմն պետք է այդ փոխանակումը տեղի ունենա, բայց այդտեղ փոխանակման հետ կապված հարցը նա չի, որ Ադրբեջանը համարում է, որ իր տարածքները մեր մոտ ավելի շատ են, քան մի հատ Արցվաշենին է վերաբերում, բայց դա չի հարցը, դա առաջացնելու է լրացուցիչ ապակայունացում Հայաստանի ընտրություններից առաջ, որ տեսեք նոր տարածքներ են զիջում։ Հայաստանի իշխանությունները չեն կարող ասել անկլավները չենք փոխում, թեկուզ դա հանրակրվեով, որովհետև եթե տարածքային ամբողջականությունը ճանաչում ես, դա էլ նրանն է, ոնց չես համաձայնվում։ Ինչի հիման վրա։ Փաստաթուղթ ստորագրել նշանակում է անկլավների հարցը դու համաձայնվել ես, բայց անկլավների հարցը կարող է տեղի ունենալ 30 տարի հետո, որովհետև սահմանազատում սահմանագծումը կարող տևեր 30 տարի ու դա թողածելներ վերջում, բայց դա արհեստականորեն շատ արագ իրանք ցանկանում են հիմա բերեն օրակարգ, որ հաջորդը կարող է այդ անկլավների հարցը դինեն սահմանազատում սահմանագծում, ինչի, որ դա օգտագործվի Հայաստանը նորից գնաց զիջումների, Հայաստանը խոստացել էր Ադրբեջանի գնաց զիջումների, եւ այս պարագայում որևէ ձևով Հայաստանի իշխանությունները չեն կարողանալու ասեն, չէ, դա հիմա չենք անում, թողում ենք հետո, կամ ասենք, եթե անում ես այդ գյուղերը, որոնք որ մեր վերահսկողության տակ էր քո տարածքներ, վերցրեցինք, տվեցինք, դե հիմա արի մի հատ էլ սահմանազատում անենք ջերմուկում, գոնե միտեղ դուս արի, որ նոր անկլավներից խոսենք, դե հիմա տեսնենք, մերոնք խոսեն, թե չէ, թե հերթական անգամ կընդունեն Ադրբեջանի պահանջը։ Իդեպ նաև խնդիրը որն է, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է նրա մասին, որ Հայաստանը զինվում է դա վտանգ ներկայացնում, դա դրանով հող է նախապատրաստում իր ագրեսիայի համար, որ եթե դուք չզսպեք ձեր ագրեսիան, ստիպված ես ուժով զսպելու եմ։ Չմոռանաք, Ադրբեջանը արդեն այդ օրինակը ցույց է տվել։ Ասել է այս գործարանը բնապահպանական առումով ինձ համար սպառնալիք է, Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք կրակելը, անգամ Ամերիկայի դրոշը այդ կառուցվող գործարանի վրա դրած։ Այն վիճակի առաջ կանգնացեց, որ այդ գործարանը տեղափոխեցին։ Այսինքն վաղը մյուս օրը շատ հանգիստ կանգնելու է, ես քան ասեցի զինվում եք, ասեցի բանի տեղ չդրեցիք, ես կետային հարված եմ հասցնում, պահեստների զինապահեստներին կետային հարված եմ հասցնում, այդ զենքերին եւ այլ, ինչ ենք ասել, ում ենք դիմելու։ Դիմելու ենք Տրամփին, որը շատ գոհ է Էրդողանից եւ անգամ զսպում է Իսրայելի վարչապետին, որ հա խելքդ գլուխը հավաքի, դուրս չգաս, կարող է այս միջնորդ հանդես գամ, բայց չիմանաս, որ դու կարաս նրա հետ ուրիշ ձևի խոսաս, շատ զգուշ պետք է լինես ու խելամիտ, ում ենք դիմելու այդ պարագայում, եւ ուշադրություն, ստեղ մենք անելիք ունենք, մենակ Ադրբեջանի արածը չի, Ուկրաինայի Ռուսաստանի պատերազմը ցույց էր տալիս, որ Ուկրաինան ինչքան զենքեր ստանում Ամերիկայից կամ տարբեր տեղերից։ Ռուսները տենչում էին, դավաճան էին մանգալի, որպեսզի այդ դրանց տեղերն ասեն, որ իրանք հարված են։ Այտենց էլ մարդ չէին գտնում, որ այդ տեղերը ծախի իրանց փողի դիմաց եւ իրանք հարված են հայմարսների համակարգերին, հարված են շատ տեսել եք ինչ կետային հարվածներ են հասցնում ուկրաինացիները, դա ամենակ այն չի, որ դրսից կարողանաս հետախուզական տվյալներ ունենաս, դա նաև ներսից ես այդ տվյալներն իմանում, ումից ես իմանում, մի շիշ արաղով ռուսներից։ Սա մենք գիտենք, չէ, ոնց են նպատակային հարված հասցնում։ Տանում են պահեստները, գնում են նստեղ են սարքում, որ դրսից նույնիսկ չնկատվի, դրոններով չկարողանան ֆիքսեն, մեկ էլ հետախուզությունը Ուկրաինայի պարզում է եւ գնում է հարվածում է։ Քանի հատ տես դեպք գիտեք։ Իսկ քանի դեպք գիտեք, որ Ռուսաստանը կարողացել է դավաճաններին հավաքագրել, փողով առնել, որպեսզի այդ զենքերի տեղերն ասեն։ Անգամ գախտնի զենքի արտադրության գործարանների տեղն ասեն, տեսեք ինչ արդյունավետ է Ուկրաինան աշխատում։ Այս սա է պետական մեքենան, սա է որ ամբողջ պետությունը մոբիլիզացված է։ Իսկ մեր մոտ օրը մեկ էլ ասում են, ստե մի հատ դավաճան կտանք։ Այսքան գումարի դիմաց Ադրբեջանին ինֆորմացիա տվեց։ Այսքան իսկ այնքան են ասել այդ ակաժների սովորելա, որ դավաճանությունը բան է, սովորական բան է դա, ժողովուրդ ջան, այդ բառը սովորական բառ չի։ Եթե դու որևէ մեկը այդ ինֆորմացիան վաճառում է, որի պատճառով այն զենքերը, որը կյանքի գնով զերծ է, որ քո անվտանգությունը պետք է պաշտպանես, դրան կարողանան հարված հասցնեն, այդ մարդը պետք է իմանա, որ դրա գլխին նենց օին են դնելու ու շատ բաներ չասեն, որ մտածեն
ասենք դες դաժան բաների կողմնակից եմ, օրենքի սահմաններում եմ ասում, բայց ցանկացածը պետք է իմանա, որ դա չի ներվելու ոչ մի պարագայում։ Ու շատ սառնասրտորեն չասեն, այսքան դավաճան կար 5 տարի քննում ենք, դեռ գործը չենք բրծել։ Դա դիտավորյալ է արվում, որ խրախուսես դավաճանությունը, ոչ թե մարդը իմանա Տեր Աստված, ես իմ հայրենիքի դեմ որ sense բան անեմ, իմ ազգուտակով խայտարակ կլնեմ հազարամյակներով, չի կարելի տենց բան անել ոչ մի բանի գնով։ Իսկ դուք այսօր տեսնում եք, որ դա չի կարելի անել, իսկ այդ վտանգի պարագայում Ադրբեջանը վաղը կանգնելու է, ասի գիտեք ինչ, ինձ համար վտանգ էր սպառնում, ես ինքս վերացրեցի, ինչքան պետք է ձեզ համոզեմ, որ զենք չառնեք։ Այս հարցում մենք պետք է շատ զգուշ լինենք, առնելը մի խնդիր է, պահելը մի խնդիր է, նորմալ ձևով սովորել կռվելը մի խնդիր է, թշնամին դրա տեղը չիմանալը մեկ ուրիշ խնդիրն է։ Էլի շատ մեծ զենքեր կար Արցախում, որ տենց էլ այդ զենքերը անցավ Ադրբեջանին, մեկ ասին պահեստները չթողեցին բացենք, մեկ ասին որ կռվենք մարդկանց կվերացնեին, արդյունքում մենակ զենք ունենալը բավարար չի, այդ զենքը դեռ պետք է արդյունավետ աշխատի։ Իսկ մենք այսօր հասարակական մթնոլորտում տեսնում ենք, որ դավաճանության նկատմամբ այնպես հանդուրժողական մթնոլորտ է առաջացել, իսկ դա շատ վտանգավոր է, առավել ևս, երբ որ զսպող գործոն չկա, իդեմս ասենք Միացյալ Նահանգների կամ իդեմս ագրեսորին ճնշելու համակարգի, որը որ այս պահին Միացյալ Ազգերի կազմակերպությունը չի, բայց նորն էլ չենք ստեղծել։ Դա համար այս հարցերին մենք էլի կանդրադառնանք, սա շատ կարևոր խնդիր է։ Եվ մեկ էլ Ժորժ ջան, մի բան էլ ուղղակի ուշադրություն դարձնենք, որ մեր իշխանությունները, որ ասում են իրանց բալանսավորված ու բալանսավորող արտաքին քաղաքականության հետ շրջանակներում, բայց ուշադրություն դարձրեք, այսօր հիմա Մարիա Զախարովայի ասածն է գնայինք, օրենքն էլ ընդունվեց Եվրամիություն գնալու, չնայած անմիջապես մերոնք ասին, որ դա անդամակցության օրենք չի, ընդհանրապես հայտարարություն է, որպես ուսումնասիրեն տրամադրությունները, առանձնապես Եվրոպայից շատ համոզիչ լուրջ ազդակներ մենք չստացանք, ակնհայտորեն չստացանք, կամ իրանք չհավատացին, որ մեր իշխանությունները իրապես գնում են այն կողմ, կամ իրանք ուղղակի էսպային իրանց գլուխը խառնա, այնուամենայնիվ դա առիթ տվեց, որ մեր իշխանությունները լավ էլ հետ քաշվեն, այսինքն ոչ թե հետ քաշվեն, ընդհակառակը լավ էլ առաջ գնան դեպի Ռուսաստան ու բացատրեն, դե Եվրոպայից ինչ լավ բան լսեցինք, որ անենք, եւ դա է պատճառը, որ պարբերաբար Ռուսաստանից քննադատում էին մեր իշխանություններին, իսկ հիմա մի հատ ջանջիգար ախպերություն է, հլա խոսքը մենակ այն չի, որ հաղթանակի շքերթին Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ պետք է գնա։ Լա Մարիա Զախարովայի հայտարարությունը նայեք, տեսեք ինչին է վերաբերվում։ Այս էլ կարող է ասենք, դե լավ է, մարդը խոսում է, ինչ է նշանակում խոսում է։ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ինչ է ասում։ Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում բազմապլան որոշակիություն կա։ Ակնկալում ենք, որ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերենք գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։ Իսկ հիմա նայեք, թե նպատակը այդ հյուպատոսության, ինչպիսի լայնածավալ գործունեությամբ պետք է զբաղվի այդ հյուպատոսությունը, չիմանաք հասարակ գործ է, էլի անելու։ Մենք համոզված ենք, որ ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը հանրապետության հարավում ռազմավարական առումով կարևոր շրջանում համապատասխանում է թե Հայաստանի, թե Ռուսաստանի, թե առհասարակ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին, ասել է Զախարովան, նշելով, որ այդ քայլը կարող է էական ազդակ հաղորդել առևտրաներդրումային, հանրային կրթական, մշակութային հումանիտար համագործակցությանը, Ռուսաստանի մարզերի հետ այլ շրջանի փոխշահավետ կապերի հաստատմանը, իսկ հիմա շարունակությունը նայեք։ Զախարովան կարծում է, որ Սյունիքում երկրների միջև տնտեսական օրակարգի խթանումը ԵԱՏՄ ձևաչափում ավելի է կարևորվում, կապված Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի վերջին վավերացման հետ։ Զախարովայի խոսքով Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության բացումը հուսալի ապահովագրություն կդառնա Սյունիքի մարզի դինամիկ, խաղաղ եւ անվտանգ զարգացման համար։ Ժորժ ջանենով էր ասում, որ սահմանից ռուսներին հանում են, այսա ռուսներին քշում են, վերջապես անկախացանք, որ ասում են Ժորժ ջան, ինչից եք ոգևորվել։ Սահմանից ռուսներին հանում են, երկիրը ռուսներին տալի։ Այդ ի՞նչն է այտենց ձեզ ոգևորել։ Ձեզ ընդամենը երեխայի պես կանֆետով խաբում են։
Հիմա հյուպատոսական ծառայությունը բացվելու հետ կապված Մոսկվայից նման ֆունկցիաներ են տալի հյուպատոսական ծառայությանը։ Անվտանգության ինչ ֆունկցիա ունի հյուպատոսը։ Մի հատ կարող եք ասել իմանանք։ Հա, բայց պարզմա ունի։ Դե Զախարովան ասում է։ Բայասանով է հակադարձելու։ Եթե մարդիկ չեն նկատել, ես նկատել եմ տալի։ Ու հանկած որևէ մեկը չի կարող ասի, գիտեք ինչ, դու որ ասեցիր, այդ ինչ գիտես, որ իշխանություններն իմացան։ Լավ իմացեք, որ իշխանությունները, հատուկ ծառայությունները բոլոր հրապարակային ելույթներն են նայում, դες միամիտ չլնեք։ Եվ եթե իրանք չեն նկատել ուշադիր չեն եղել, թող հիմա ուշադիր լինեն, ես Զախարովային ասեն, քեզ ու գլուխ հետ ինչ ես խոսում։ Հյուպատոսական ծառայությունները այսքան ֆունկցիա ունի, մեկ էլ չենք իմացել։ Բա ով պետք է դա ասի։ Բայց հիմա հայ հասարակությունը դա լսեց, հայկական լրատվականները դա տարածեցին, մարդիկ լսեցին, հիմա դրա համար ասում են ժողովուրդ, լավ բացատրեք, սա ինչ է նշանակում։ Սյունիքի հետ կապված գիտենք այս լարվածության պարագայում Ռուսաստանը նման վերաբերմունք հաուզում արտահայտի իր հյուպատոսական ծառայության միջոցով այսքան ընդլայնված ֆունկցիա է ցանկանում իրականացնել Սյունիքում։ Մենք հիմա դրան համաձայն ենք, թե չէ, մտավախություն այլևս չունենք ռուսներից, թե եթե մեր իշխանությունները մտավախություն չունեն, մենք է պետք է չունենանք, բայց մեր իշխանությունները հանգիստ կարող են մտավախություն չունենալ, մի օր ասեն, ժողովուրդ ջան, բայ իմացաք պրոբլեմ ունեցանք, ռուսները ադրբեջանցիների հետ պայմանավորվեցին եւ մեր դեմ ինչ-որ բաներ արեցին, մենք էլ իրանցից նեղացել ենք, հապկում դրա համար չենք մասնակցում։ Մենք գիտենք, չէ՞ մերոնք ոնց են պատճառաբանում, թե ինչի տենց եղավ։ Իսկ հիմա նայենք աշխարհում ինչա կատարում, թե դա էլ ուղղակիորեն առնչվում է մեզ հետ, մեծ մաքսային պատերազմը, առևտրային պատերազմը շատ դուրս խնդրի առաջ է կանգնացրել, ահագնացող չափերի հասել աշխարհում։ ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր մաքսատուրքերը, այդ թվում Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 104%-անոց հարկը այսօրվանից ուժի մեջ է մտել։ Դրանից հետո հայկական բաժնետոմսերը կրկին անկում են ապրել։ Ներդրողները դեռևս չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչպես վերաբերվել նախագահ Դոնալդ Տրամփի առևտրային քաղաքականությանը։ Դեռևս մեծ է անորոշությունը, թե ինչ քայլեր կձեռնարկի նախագահ Տրամփն իր առևտրային քաղաքականության շրջանում։ Ֆինանսական շուկաներում սպասվում են նոր տատանումներ, հաշվի առնելով անորոշությունը, իսկ գիտեք փողը ինչքան է սիրում որոշակիություն եւ երկարաժամկետ կտրվածքով հուսալիություն։ Իսկ հիմա տեսնում եք ինչ է կատարում։ Մի օր 10%, հետո 34%, հետո 104%, հետո վաղը կարող է հանի, մյուս օրը ընդհանրապես փակի դռները։ Հաշվի առնելով անորոշությունը, թե որքան ժամանակ Տրամփը կպահպանի ներմուծման խիստ մաքսատուրքերը, որոնք կբարձրացնեն գները ԱՄՆ-ի սպառողների համար եւ կդանդաղեցնեն տնտեսությունը։ Եթե դրանք երկար ժամանակ գործեն, տնտեսագետներն ու ներկրողները կանխատեսում են ռեցեսիա, այսինքն տնտեսության անկում, շատ կործանարար անկումման մասին չի խոսքը ռեցեսիան, բայց այնուամենայնիվ դա կառաջացնի լուրջ խնդիրների առաջ կկայունացնի։ Սակայն եթե Տրամփը համեմատաբար արագ բանակցությունների միջոցով իջեցնի մաքսատուրքերը, կարող է խուսափել վատագույն սցենարից։ Այսինքն սա մասնագետները բոլորն էլ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում։ Իսկ Չինաստանն ապրիլի 10-ից լրացուցիչ մինչև 84% մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան բոլոր ապրանքների ներկրման համար։ Ահա այն վիճակը, որը ուղղակիորեն առնչվում է բոլորիս։ Կանադան արդեն նախապատրաստել է պատասխան քայլերը, Եվրամիությունը պատրաստել է պատասխան քայլերը, այնպես որ բոլորն էլ պատրաստում են պատասխան քայլի, բայց դրանից տուժելու է համաշխարհային տնտեսությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը գրել է. ամերիկյան ընկերությունները, այդ թվում Apple-ը, արտադրությունը վերադարձնում են երկիր, ԱՄՆ մաքսային քաղաքականության խստացման պատճառով։ Հիմա ամենաճիշտ ժամանակն է ձեր ընկերությունը Միացյալ Նահանգներ տեղափոխելու համար, ինչպես անում է Apple-ը եւ բազմաթիվ այլ ընկերություններ։ Զրոյական մաքսատուրքեր գրեթե ակնթարթային միացում էլեկտրական էներգետիկ ցանցին եւ թույլտվությունների ստացում։ Մի հապաղեք, հենց հիմա արեք դա, գրել է ԱՄՆ նախագահը։ Իհարկե ես զարմանում եմ, թե ով է ընդհանրապես տնտեսական խորհրդատուն Դոնալդ Տրամփի այսպիսի խայտառակ մոտեցում տնտեսությանը, այսպիսի դիլետանտական մոտեցում միլիարդատիրոջ կողմից եւ մի մարդու կողմից, որը արդեն մի ժամկետ նախագահ է եղել, ես ուղղակի սարսափում եմ, ժողովուրդ ջան, սա Ամերիկայի հետ է կատարվում։ Կարող է արդեն Մարս մոլորակի վրա ենք ապրում, ել արդեն էս չի։ Ժողովուրդ ոնց է պատկերացնում Դոնալդ Տրամփը, որ մաքսատուրքերով ստիպելու է
արտադրությունը տեղափոխեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Դոնալդ Տրամպին մեկը չի ասել, մեկ շնչին ընկնող հնայի մակարդակը կլոր թվերով ասեմ, որ շատ ձեզ չծանրաբեռնենք, դա մոտ $90,000 է։ Մեկ շնչին ընկնող։ Բայց դա նշանակում է կյանքը թանկ է Ամերիկայում, դա նշանակում է ապրանքն էլ է թանկ Ամերիկայում, դա նշանակում է աշխատավարձն է բարձր, սոցիալական առողջապահական երաշխիքներն են բարձր, որոշակի եւ այդ թանկ շուկան մարդկանց հետաքրքրում է դրսից բերել ապրանք վաճառել, որտեղ ապրանքի գինը բարձր է, շուկան գայթակղիչ է, հետաքրքիր է, բայց ապրանք արտադրելը Ամերիկայի Միացյալ Նահանգներում չի կարող էժան լինել, եթե մեկ շնչին ընկնող հնան $90,000 է։ Շատ երկրներում դրա կեսի կեսն է, 4.5 անգամ պակաս է Չինաստանում, Մեքսիկայում, ոնց ես դու նրա հետ մրցակցելու։ Այդ մարդը էժան աշխատուժի հաշվին, էժան սոցիալական ու առողջապահական երաշխիքների հաշվին իր ապրանքի ինքնարժեքը ցածր է, նրանք հատակին քնում են, բրինձ են ուտում եւ ապրանք են արտադրում, բարձր տեխնոլոգիայով, դու չես կարող նրան հաղթել։ Չես կարող։ Եթե այդ ապրանքը դու բերես արտադրես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, փակես պրոտեկցիոնիզմի քաղաքականություն կիրառես, որպեսի այդ ապրանքը քոնը արտադրես, քո մոտ վաճառես, չի կարող այդ ապրանքը ամերիկացի գնորդի համար չթանկանա, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգների կենսամակարդակը բարձր է։ Եթե դա այդպես չլիներ, ինչի են արտադրությունը տեղափոխում այն երկրներ, զարգացող երկրներ, որտեղ աշխատավարձը ցածր է, սոցիալական առողջապահական երաշխիքները ցածր է, մարդկանց վրա մեծ հարկեր չեն դնում երկիրը սարքելու համար։ Դուք նայեք Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, լա տեսեք ինչ խայտարակ չէ, նորմալ հարկեր է իրանց համար, այն բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների համար, բայց այդ երկիրը կառուցում են, այդ երկիրը պահում են, այդ քաղաքները գեղեցիկ կարողանում են պահել շնորհիվ այդ հարկերի, որովհետև ասում են, բա աշխատում ես, պետք է այս ամեն ինչը պահենք եւ ունենանք։ Բայց դու պետք է իմանաս, որ այդ պարագայում դու չես կարող բերես ամբողջ տնտեսությունները մտցնես Ամերիկա։ Այո, եթե դնեիր արհեստական բանականությամբ ամբողջ տնտեսությունը դրա վրա կառուցեիր, արհեստական բանականության համար բժիշկի կարիք չկա, սոցիալական երաշխիքների խնդիր չկա, կարող է ինչ-որ միտեղ անեիր, բայց դա էլ շատ մեծ հեռանկարի հարց է, արհեստական բանականությունն էլ այս ընթացքում այնց խայտարակ արեցին իրենց տնտեսական քաղաքականության, որը ներկայացրեցին, որ ամոթել է նույնիսկ դրան լուրջ վերաբերվել։ Այսինքն այս պարագայում ես ուզում եմ ասեմ, որևէ մեկը չկա, որ ասի Դոնալդ Տրամփ, դու չես կարող շատ բաներ տեղափոխես, դու էտապներով զարգացել է կապիտալի աշխարհը, գիտեն թե որ ժամանակ են ապրանք արտահանել, որ ժամանակ են կապիտալ արտահանել, որ ժամանակ են գնացել էժան աշխատուժ ունեցող մարդկանց տեխնոլոգիաներ են տարել, որպեսզի ապրանքը էժան ստանան այդտեղ, որ ապրանքը լինի մրցունակ, այս ինչ ես անում։ Այսինքն դնենք շուկան փակենք ուրիշների համար, բերենք Ամերիկայում արտադրենք, իսկ այդ ապրանքի գինը քու շարքային գնորդի համար ինչ գին կդառնա, եթե Ամերիկայում բարձր աշխատավարձով, բարձր երաշխիքներով, բարձր կենսամակարդակով մի ապրանք արտադրեն, որը կոպեկներով արտադրում են ուրիշտեղ։ Չի լինելու դա սանկցիաներով։ Դա ընդհանրապես Ամերիկայի տնտեսությունը քանդելու նպատակ է հետապնդում։ Այս պարզունակ խորհուրդը ով է տվել, բայց հիմա նայենք, մի խորհուրդ տվողներն էլ իրար են ուտում, էդ էլ իմանանք։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիտը ճեպազրույցի ժամանակ նսեմացրել է Իլոն Մասկի եւ Դոնալդ Տրամփի խորհրդական Նավարոյի վեճը։ Սրանք ակնհայտորեն երկու մարդիկ են, ովքեր շատ տարբեր տեսակետներ ունեն առևտրի եւ սակագների վերաբերյալ։ Դե տղաները են եւ մենք թույլ կտանք, որ նրանց հանրային վեճը շարունակվի, ասել է Քերոլայն Լիվիտը։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Այսինքն տնտեսական խորհրդականը եւ մեկ էլ բարեփոխումների դեպարտամենտի ղեկավարը տրամագծորեն տարբեր կարծիք ունեն տնտեսական քաղաքականության հետ կապված եւ հիմա էլ ասма դե լավ տղեկ են իրար հետ վիճում են, մենք է թույլ կտանք իրանք որ վիճեն։ Ժողովուրդ դուք մարդկանց կյանքի հետ եք խաղում, Ամերիկայի քաղաքացու կյանքի հետ եք խաղում, աշխարհի քաղաքացու կյանքի հետ եք խաղում։ Էս ինչի մասին է խոսքը։ Էս ինչ մտավարժանքներ է, լատենանքես վեճում ով կհաղթի։ Ամբողջ աշխարհը հիմա խառնվել է իրար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ նոր մաքսատուրքերի հրամանագրից հետո տարբեր երկրներից շատ են զանգահարում իրենց։ Այս երկրներից զանգում են ինձ եւ համբուրում հետույքս, նրանք անհամբեր սպասում են գործարք կնքելուն, ասել է Տրամպը նոր մաքսատուրքերն ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ։ Տրամպը նկարագրել է օտարերկրյա առաջնորդներին, որոնք իր առջև խոնարհվում են խուսափելու նոր մաքսերից։ Խնդրում եմ, պարոն, կնքեք գործարք, ես ամեն ինչ կանեմ, պարոն, ասում են նրանք, հեգնել է Տրամպը։ Միաժամանակ Տրամպը հայտարարել է, որ վստահ է իր որոշումներում, ես գիտեմ ինչ եմ անում։ Խնդիրը նա է, որ ոչ մի բան չգիտես ինչ ես անում։ Եթե դու փորձում ես մի որևէ պետության ղեկավարի ստորացնես, նսեմացնես, միայն նրա համար, որ նա իր պետության շահերից ելնելով պատրաստ է անգամ հետույքդ համբուրի, դու իմացի թե նա քո մասին ինչ ա մտածում, եւ միտեղ որ հանկարծ թույլ տեղը բռնացնեցին, ինչ են դնելու քո գլխին։ Ոչ մեկը դա չի ներելու հրապարակային կանգնել, այս երեխայական պահվածքով խոսել տարբեր երկրների մարդկանց մասին, որոնց ջանը ցավում է իրանց պետության համար, պատրաստ են անգամ ստորանալ հանուն իրանց պետության բարեկեցության, իրանց քաղաքացու բարեկեցության։ Իսկ Դոնալդ Տրամպը տանում է իր քաղաքացուն շատ վատ վիճակի մեջ ա դնում, միայն իր սնափառության համար ինձ դիմեցին, ինչ ասեցին, ինձ ասեցին, ես արեցի։ Սա շարունակվելու է եւ լուրջ խնդիրներ է առաջացնելու մեզ համար։ Մենք պարզապես պետք է դա շատ բան մեզանից կախված չի, բայց գոնե մեզանից կախված է ուշադիր հետևել, առավել ևս ես ձեզ ներկայացեցի, որ գոնե մենք ինչ որ մի քաղաքականություն կարող էինք անել գոնե Եվրոպայի հետ հարաբերությունները նորմալացնելու, չնայած նրանք էլ են խնդիրների մեջ, բայց դե իրանք ստիպողաբար որ ցանկանում են մոբիլիզացնել, ցանկանում են անվտանգային համակարգ ստեղծել, գոնե դա մեր միակ երաշխիքն է, որովհետև ինչպես տեսնում եք Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանը մեր հետ կապված որևէ հուսադրող բան մեզ չի ասել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, Թուրքիան փորձում է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում։ Դա սպառնում է Իսրայելի անվտանգությանը։ Մենք դեմ ենք դրան եւ ակտիվորեն աշխատում ենք դրա դեմ։ Եվ այդ մասին ասացի նախագահ Տրամպին, որը եւ իմ ընկերն է եւ Էրդողանի ընկերը, հավելել է Նեթանյահուն։ Այսինքն այդ որ ասում են Նեթանյահը գնալու է Ամերիկայով խեղճացած հետ գա, հիմա գնացել է հասկացել է, որ Դոնալդ Տրամպի ընկերն է Էրդողանը եւ այսինքն ինքը չի կարող այլ ձևով նրա հետ կապված վերաբերմունք ունենալ, բادرել է իր բազաներն իր տարակացնում։ Իհարկե այս կարգի հարցերը նաեւ մեզ համար է մտահոգիչ, երբ որ անգամ Իսրայելին սաստեց Տրամպը, ասեց հա, տես Էրդողանի հետ քո հարաբերությունները խելամտորեն կառուցի։ Դա դուք պատկերացնում եք, իսկ մենք ով ունենք մեր թիկունքին կանգնած, մենք որևէ պայմանավորվածություն ունենք։ Են էլ դնենք մի կողմ, որ պայմանավորվածությունները շատ բան չի աշխատում, բայց նույնիսկ այդ պարագայում մենք դա չունենք։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Պանամայի ջրանցքը Չինաստանի շարունակական սպառնալիքի առջև է կանգնած, սակայն նահանգները եւ Պանաման միասին կապահովեն դրա անվտանգությունը։ Հեքսեթի խոսքերը բուռն արձագանք են առաջացրել Չինաստանում, կառավարությունից հայտարարել են, ով է իրական սպառնալիքը ջրանցքի համար, մարդիկ իրենք կդատեն։ Պանամայի նախագահն էլ հանդիպումից հետո Հեքսեթի հետ կապված հայտարարել են, որ այստեղ ինչ նախնդիրը այդ նպատակով Միացյալ Նահանգները եւ Պանաման վերջին շաբաթներում ավելի շատ բան են արել մեր պաշտպանության եւ անվտանգության համագործակցությունն ամրապնդելու համար, քան տասնամյակներ շարունակ, ասել է Հեքսեթը, բայց հարցը առաջանում Պանաման հեչ է Չինաստանի հետ համագործակցությունից չէր դժգոհում։ Այդ Ամերիկան է դժգոհել, գնացել է Պանամային, ասել ինչ է Չինաստանի հետ գործ բռնել, եթե հետա ջրանցքը ձեռիցդ կվերցնենք։ Այսինքն այդտեղ ով է Պանաման դիմել է, ասել է իմ անվտանգությունը ապահովեք, այսինքն շարունակական, երբ որ ամեն հարցում Չինաստանի հետ ցանկանում են բախման գնալ, եւ նաեւ այս առևտրային պատերազմը հաստատ Ամերիկայի ուժեղ կողմը չի Չինաստանի հետ։ Չինաստանը մոտ 1.5 միլիարդ բնակություն ունի եւ հաստատ իր էժան ապրանքներով կգտնի իր շուկայի հարցը, բայց այդ պարագայում ավելի շատ Ամերիկան է խնդիր ունենալու։ Ինչպես տեսնում եք, մասնագետները նաեւ դրա մասին գուժում են, ասում են ինչա կատարվելու։ Եվ այս պարագայում բոլոր առումներով Չինաստանին մատնանշելը դա ոչ թե մեկուսացնում է Չինաստանին, ընդհակառակը ավելի մեծ ֆորմատի մեջ է ընդգրկում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ ուրախ չէ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում շարունակվող հարվածներից, քանի որ ԱՄՆ փորձում է միջնորդել երկու երկրների միջև մարտերի ավարտի հարցում։ Ես գոհ չեմ այն բանից, ինչ
չկատարում ռմբակոծությունների հետ։ Նրանք հիմա ռմբակոծում են խելագարի պես, դա լավ իրավիճակ չէ, ասել է Տրամպը։ Իհարկե դա ասել է նախորդ օրը, բայց քանի որ նոր զարգացումներ կար, հիշեցրեցի ձեզ դրա մասին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցին Ռուսաստանի Կուրսկի եւ Բելգորոդի շրջաններում ուկրաինական զորքերի գործողությունների մասին։ Գերագույն գլխավոր հրամանատար Սիրսկին առանձին զեկուցել է. «Ճակատը մեր ներկայությունը Կուրշինայի շրջանում եւ մեր ներկայությունը Բելգորոդի շրջանում։ Մենք շարունակում ենք ակտիվ գործողություններ վարել թշնամու տարածքում, սահմանամերձ շրջաններում եւ դա միանգամայն արդար է։ Պատերազմը պետք է վերադառնա այնտեղ, որտեղից եկել է»։ Այսինքն, որ իմացեք նաև Բելգորոդամը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ Ռուսաստանի դեմ ակնհայտ պատերազմ է վարել միջուկային հավասարակշռությունը պահպանելով միայն ձևականորեն։ Ինչ որ պահի նրանք որոշեցին, որ կարելի է Ռուսաստանի հետ պահպանել միջուկային հավասարակշռություն, միաժամանակ մեր դեմ անհայտ պատերազմ վարել անսահմանափակ պատժամիջոցներով, իսկ հետո նաև իրենց զենքով ու մասնագետներով։ Սա աշխարհը կանգնեցրեց երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի առաջ։ Բայդենի խելագարության եզրին գտնվող վարչակազմը սակայն պնդում էր, որ միջուկային հակամարտության վտանգ չկա, գրել է Մեդվեդևը։ Սա հերթական անգամ Ռուսաստանը փորձում է նախկին իշխանություններին մեղադրի, որպեսզի դրանով դուր գա նաև Տրամպին, որովհետև Տրամպն էլ ամեն ինչ նախկին իշխանություններին մեղադրում, բայց դա միևնույն է, գործին չի օգնում այն սխալները, որը այսօր կատարվում է։ Եվ բացի այդ էլ նույնն էլ Պեսկովն է ասել, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար, Բայդենի վարչակազմը Ռուսաստանի Դաշնություն ԱՄՆ հարաբերություններին ամենածանր վնասն է հասցրել եւ փոխադարձ վստահությունը դեռ պետք է վերականգնել։ Մի բան էլ ուղղակի ուշադրություն դարձնենք, այ հիմա Դոնալդ Տրամպը եւ իր վարչակազմը եւ նաեւ հանրապետական կուսակցությունը դրեցին դեմոկրատների արած սաղ սխալները ջերերես անեցին, ոչ միայն էլ դատական համակարգել նախկին իշխանություններ, էլ ամեն ինչ դրին ոտատակ տվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների ամբողջ պատմական ժառանգությունը։ Իհարկե այսօր դեմոկրատները շատ ցածր ցուցանիշ ունեն մակարդակը, բնական է, որ այդքան խախտումները ջրերես անեն, բա ինչ կկատարվի։ Բայց եւ խնդիրը առաջանում, իսկ մինչեւ 2026 թվական, եթե այսքան խնդրեմ ստեղծի Դոնալդ Տրամպը, ո՞նց է կարողանալու 2026 թվականին Սենատի 1/3-ով ռոտացիան ապահովեն, մեկ է կոնգրեսի ընտրությունները, որը 2 տարին մեկ է 26 թվականին ալնելու։ Հիմա սա է հարցը, որ ինքը անգամ շանտաժի է դիմում հանրապետականներին, եթե այսօր դուք ինձ չօգնեք, 26 թվականին խնդիր եք ունենալու, չեք ընտրվելու։ Բայց մի ուրիշ խնդիր կա, ուշադրություն դարձրեք։ Դեմոկրատների հեղինակությունը ընկել է Դոնալդ Տրամպին նգնում է։ Եթե Դոնալդ Տրամպը շարունակի այս ձևով, հանրապետականներն իրան պաշտպանեն, դեմոկրատները կարող 26 թվին գլուխ բարձրացնեն, ավելի շատ ձայն ստանան։ Հանրապետականները ոչ թե պետք է վախենան Դոնալդ Տրամպի շանտաժից, որ այ եթե իրան չպաշտպանենք, մենք չենք ընտրվի, ընդհակառակը իրանք պետք է մտածեն ամենաբարենպաստ ընտրվողները լինելու են նրանք, ովքեր օգտվելով նրանից, որ դեմոկրատների հեղինակությունը բավական մեծ անկում է ապրել, բայց Տրամպի հեղինակությունը նույնպես, իրանք ասեն մենք այս քայլերին համաձայն չենք, այդպես քվեարկեն, որը համաձայն են դրան միանան, որը համաձայն չեն, դրան դեմ արտահայտվեն։ Դա նշանակում է իրանք շանս կունենան մեծ քաղաքական հեռանկարի, այսինքն իրանք կընտրվեն հանրապետական կուսակցությանը, հավատացողները կընտրեն հանրապետականներին, որտեղ դեմոկրատներից նեղացած են, բայց Տրամպի, ոչ թե Տրամպի աջակցությամբ, այլ Տրամպի սխալ քաղաքականությանը դեմ գնալու հետ կապված։ Պետք է լավ մտածեն այդ ուղղությամբ, սա բացառիկ շանս է, որ իրանք ունեն, հանրապետականը կարող է շատ ձայն ստանա, բայց այդ ինքը պետք է ռացիոնալ դաշտում լինի։ Այս մեկը Տրամպը լավ է ասում, բերեք պաշտպանենք, այս մեկը սխալ է ասում, բերեք դեմ դուրս գանք։ Այս պարագայում իրանք շանս ունեն շատ ավելի մեծ դիրքեր գրավել, բայց Տրամպի արածը կուրորեն այսպես առաջ տանեն միայն նրա համար, որ ընտրվեն, ամբողջ բեռը կվերցնեն իրանց վրա, ամբողջ սխալը կվերցնեն իրանց վրա։ Լավ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։